Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես այժմ հարցազրույցի եմ հրավիրել մեր հարգարժան բանաստեղծին Հուսիկարային, բարի երեկո Հուսիկարար, Բարի շնորհակալ եմ, որ հրավերս հեռավար կապով այս հարցազրույցի տարբերակով ընդունեցիք։ Պիտի խոսենք այն, ինչ կատարվում է մեր երկրում, այն վտանգներից, ինչ տեղի է ունենում։ Ես ուզում եմ հարցս հետևյալից սկսել։ Փաշինյանի նպատակը ուզում եմ հասկանալ ի վերջո որն է։ Նա ջանադրաբար փաստորեն պառակտում է մեր եկեղեցի ներսից, հոգևորականներին արդեն այսպես սարքել է մի մասը մի կողմում է, մի մասը համարում են իրենց Նիկոլի գաղափարների կրողը, եթե այդտեղ գաղափարներ չգիտեմ կան։ Փորձում է ինչ անել, Հուսիկ, ուզում եմ որ կիսվեք մեր հետ, մեր հեռուստադիտողի հետ ձեր կարծիքը, ո՞րն է իր նպատակը իրականում։ Ուզում է լրացնել եկեղեցուն, եկեղեցու ակտիվ, հայրենասեր, այդ հոգևորականներին լրացնել, որպեսզի մեր եկեղեցին չխոսի օրինակ Արցախից, չխոսի գերիներից, չբարձրաձայնի միջազգային հարթակներում ազգային հարցերը մեր, հա, խնդիրները, թե ուրիշ այլ նպատակներ ունի, ո՞րն է ի վերջո այս մարդու նպատակը, ձեզ համար հասկանալի է այս ամբողջ ընթացքը, ինչ կատարվում է նրա կողմից, այս ամբողջ ծրագիրը, այս սցենարը, որ իրականացվում է նրա կողմից։ Դուք ձեր հարցի մեջ նաև որոշակի արդեն պատասխանները տվեցիք։ Ոչ միայն ինձ համար է պարզ, այլ նաև տեսնում եմ, զգում եմ, որ ձեզ համար էլ է պարզ եւ մյուսների բոլորի համար պարզ է, թե ինչ է կատարվում։ Ուրեմն սուր արշավ երբ սկսվեց հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ։ Երբ Շվեյցարիայում ամենահայոց կաթողիկոսը բարձրաձայնեց բռնազավթված Արցախ, Արցախայության վերադարձի արդար իրավունք եւ որ Արցախում ոչնչացվում են, պղծվում ու քանդվում են հայ առաքելական Սուրբ եկեղեցիները, այսինքն մեր քրիստոնեական ժառանգությունը, քրիստոնեական հուշարձանները։ Դրանից անմիջապես հետո ելույթ ունեցավ Կովկասի մուսուլմանների առաջնորդը, ինչ է հոգևոր առաջնորդ, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանին, ռևանշիստ է, չգիտեմ, խաղաղություն չի ուզում եւ այլն, որից չանցած մեկ շաբաթ Նիկոլ Փաշինյանը այդպես սուր սկսեց հակադրվել կաթողիկոսին։ Նաև մենք չմոռանանք Աննա Հակոբյանի գրառումները այդ օրերին Facebook-յան իր էջում։ Սա էր նախ այսպես այդ արշավի խթանը սկիզբը, եթե չհաշվենք, որ 2018 թվականին ներխուժել էին Վեհարան մի խումբ մարդիկ շորտիկներով, չգիտեմ ինչ հակուկապով նստած երշիկ էին ուտում եւ այլն ինչ Վեհարանում եւ պահանջում էին նոր Հայաստան, նոր կաթողիկոս իբր այդ շարժման ակտիվիստներ էին եւ ըստ վերջին տեղեկությունների էլ որ Արշակ Սրբազանը այդ տղաներից մեկի պայուսակի մեջ հաշիշ էր տեղադրել, հաշիշ էր գցել եւ դրա համար 7 տարի անց հանկարծ բացահայտվում եւ Արշակ Սրբազանն են ձերբակալում։ Հա, սա ամեն ինչից անկախ նվաստ կստամնելի մեղադրանք է, մարդուն նվաստացնելու, իջեցնելու ամենացածր աստիճանին, որ ինչ է Սրբազան մարդ տարել է կամ պատվիրել է տանեն, ինչպես ժողովրդական լեզուն ասում, ջոբը պլան գցեն, հա։ Սա է ամբողջ խնդիրը, որ եւ կաթողիկոսը որ նորից Արցախահայերին է ընդունում, Արցախայության ներկայացուցիչներին նորից բարձրաձայնում է, որից հետո, հա, այդ Շվեյցարիայից հետո, որ դարձյալ նույն խնդիրները կամ գնում է Հռոմի Պապին հանդիպան կամ եւ այլ տեղերում բարձրաձայնում է Արցախը, բռնազավթված Արցախ, արտահայտությունն է արտաբերում, սկսվում է ադրբեջանական վայնասունը Փաշազադեի շուրթերով եւ այստեղ անմիջապես սկսվում է սրվել կաթողիկոսի դեմ արշավը։
Ասում են, որ զուգադիպություն է եւ այլն, բայց չի կարող էլի 1-2 այդպես զուգադիպություններ լինել։ Ինչպես զուգադիպություն չէ, որ սահմանադրության փոխելը, քանի որ պահանջում է դա Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական վերնախավը, այստեղ էլ մեր կառավարությունն ասում է Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, որ պետք է փոխվի սահմանադրությունը եւ դա ադրբեջանական պահանջ չէ, բայց ակնհայտ է բոլորն էլ գիտեն, ինչ մանկապարտեզի երեխան էլ հասկանում է, որ դա ադրբեջանական պահանջ է խառնվել մեր ներքին գործերին, մեր սահմանադրությանը, քանի որ Աթաթուրքը ժամանակին գրել է հայերը չպետք է ունենան պետություն եւ պետականություն, ունենալու դեպքում էլ նրանց սահմանադրությունը մենք պետք է գրենք, մեզ հետ պետք է համաձայնեցնեն իրենց սահմանադրությունը, դա գրված հրապարակված միտք է Աթաթուրքի կողմից, որ ես հիմա այստեղ մեջ բերեցի։ Բացի այդ Կաթողիկոսի անվան տակ, այսինքն Կաթողիկոսին մեղադրելով թե երեխա ունի, որը չգիտեմ ինչպես կարող են ապացուցել, այդ անվան տակ փորձում են բսկտել, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին համաշխարհային կառույց է, համաշխարհային ցանց է, եւ հայոց մեջ միակն է, որ այդպես կուռ ու համաշխարհային տարածում ունի։ Մենք աշխարհի ցանկացած երկրում ունենք հայ առաքելական Սուրբ եկեղեցի եւ ունենք թեմի առաջնորդներ ու այդպիսի կապվածությամբ որևէ կառույց մենք չունենք։ Իսկ սա միշտ եղել է մեր թշնամու համար, մեր հակառակորդների համար հաճելի չի եղել, վտանգ է ներկայացրել իրենց համար մեր եկեղեցին։ Ինչու, որովհետև փորձել են մեզ ոչնչացնել, կոտրել, բնաջնջել, բայց չի ստացվել պետականություն չունեցած ժամանակ, բացառապես շնորհիվ հայ առաքելական եկեղեցու հավատի, որ ժողովուրդը տարբեր երկրներում լինի, թե Հայաստանում լինի, հավաքվել է եկեղեցու շուրջ իր ջիրը, գրականությունը, դպրությունը, մշակույթը զարգացրել, պահպանել է եւ հասել է ի վերջո նորից վերակերտել է անկախություն 1918 թվականին, որ նորից մենք վերակերտեցինք արդեն 1991 թվականին եւ այլն։ Սա մեզ անկախությունից, մեր ինքնությունից զրկելու ամենամեծ խոչընդոտն է թշնամու համար հայ առաքելական եկեղեցին։ Եթե չլինի, եւ շատ ավելի հեշտ կլինի գրեթե խոչընդոտ չլինի հային եւ Հայաստանն այսպես ասած ոչնչացնելու, հայերին պետությունից, պետականությունից ամեն ինչից զրկելու։ Բայց այդ մեկ ուրիշ բան կա, որ հիմա մենք նայում ենք ինչպես փորձում են այստեղ մեզ դարձնել թուրքական աշխարհի, թուրանական աշխարհի մաս, դա ակնհայտ է Եվրամիությունն էլ ասում է Կայա Կալասը, որ 500 միլիոն եվրո ենք ներդնելու, որպեսզի Հայաստանը միանա թուրքական էլեկտրացանցերին, Ռուսաստանից էներգակիրներ չներկրի, դա արդեն պարզ է, որ եւ պետք է փակվի ատոմակայանը, որտեղ Թուրքիան անընդհատ Դիարբեքիրում ցույցեր են անում, թե փակեք ատոմակայանը, որովհետև ատոմակայանը մեկ այլ ռազմավարական նշանակություն ունի, միայն հոսանք չի արտադրում։ Ատոմակայանի միջոցով կարող ես նաև դու ավելի լավ մասնագետներ կպատասխանեն զենք զինամթերք ստանալ։ Վերջը դա խոչընդոտ է իրենց համար նույնպես, քանի որ մենք միջանկյալ ասեմ, դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, մեր արևմուտքը, արևմտյան կողմը Թուրքիան է։ Մեզ Եվրոպան չի ասում արեք մեր մեջ, մեր դարձեք Եվրամիության անդամ։ Ինքը ամենաշատն ասելու է, դուք պետք է թուրքական աշխարհի մաս դառնաք։ Սա է մեր Եվրոպա գնալը։ Սա է, որ Եվրոպան կարող է մեզ ոչ թե թույլատրել, այլ տանել դրան։ Եվ նաև դավանափոխ լինել, ես ամփոփեմ խոսքս, ավարտեմ, այդ շերտերն են էլի այդ ամեն ինչի տակ փակված։ Դավանափոխ լինելը կամ, չգիտեմ, քո ինքնությունից առաքելական հավատից շեղվելը դառնալը ուրիշ մի քրիստոնեական աղանդներ, փոքրիկ աղանդների վերածվել, կամ ընդհանրապես մուսուլմանություն ընդունել եւ տարալուսվել, վերջանալ, որը շատ ավելի հեշտ ու հանգիստ կդարձնի։
Այս մի քանի շերտերը կան այս Այո, այո։ արշավի Փաստորեն մենք իրականում տեսնում ենք, որ այս ամբողջ կռիվը ոչ թե անձի դեմ է, ինչպես Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե իբր սա կաթողիկոսի դեմ է ուղված, այլ իրականում ուղված է մեր ինքնության դեմ, հայի տեսակի դեմ։ Դե առաքելական եկեղեցին ազգային եկեղեցի է, մեր ինքնությունը պահող եկեղեցի է։ Իդեպ ուսումնասիրություններն էլ ցույց են տալիս, այնտեղ որտեղ հայը դավանափոխ է եղել, թեկուզ ոչ ասենք մուսուլմանության պահով, թեկուզ ասենք կաթոլիկությունն են ընդունել։ Մեկ սերունդ անց ձուլվել է, հա, օրինակ Լեհաստանի հայերի օրինակը շատ է բերվում։ Այսինքն հայկական եկեղեցին հայապահպան է եւ այս հարվածը ուղղված է մեր ինքնությանը։ Եվ այն որ այսօր օրինակ Ռուբեն Ռուբինյան ազգային ժողովի փոխնախագահան բավական այսպես տհաճ ուրիշ բառ չեմ ուզում, եթե ոչ եթերային բառեր բնականաբար մենք չենք օգտագործի, ասում է դե Կտրիչ Ներսիսյանը ձև չունի մնալու կաթողիկոս, ինքը կհեռանա քրիստոնեաբար, թափուր է մեր կաթողիկոսական գահը։ Այսինքն իրենք ովքեր են այս մարդիկ եւ ինչ իրավունք են իրենց հուսիկ, տեսեք, ինչ իրավունք են իրենց վերապահել 10 միլիոն հայության կաթողիկոսի հետ, ի վերջո մեր կաթողիկոսը համարվում է համայն հայության, ամենայն հայոց կաթողիկոս ենք, չէ՞ ասում։ Եվ իրենք 10 միլիոնի փոխարեն այս մի փոքրիկ խմբակը որոշել է, որ իրենք պետք է տնօրինեն մեր ներքին խնդիրները, մեր եկեղեցու հարցերը եւ անեն այն ինչ որ դուք ճիշտ նկատեցիք, այո, նաեւ մեզ թելադրվում է դրսից եւ մեր ճշնամական պետությունից։ Հիմա այդ 10 միլիոն հայերը, եթե 10 միլիոն չի, լավ, համարեք մի քիչ ավելի քիչ, իրավունք ունեն իրենց ձայնը բարձրացնելու եւ հստակ պահանջելու սրանցից ինչպես ասում են ձերքները թերու քաշեք մեր եկեղեցուց եւ մենք ինչու չենք տեսնում այդ հզոր շարժումը հուսիկ սա է ինձ ամենից շատը անհանգստացնում անկեղծ ասած եւ ներսում ես չեմ տեսնում այդ հզոր համախմբված շարժումը եւ դրսում փոքր այո ակցիաներ կան բայց համախմբում ես չեմ տեսնում ինչ կասեք այս մասին իրենք կատարում են ինչպես ասացիք ճշնամու պահանջը պատվերը բերել նշանակել մի կաթողիկոսի ինչպես Փաշինյանը կառավարության մեջ նախարարը նշանակում այնպես էլ նշանակի կաթողիկոս որը հլու հնազանդ կկրկնի այն ամենը ինչ կասի Նիկոլ Փաշինյանը կամ իր խմբակը կհրաժարվի Արցախից չի ասի Արցախը հայկական է ամբողջ բանը գրում են նաև ես մոռացա ասել այն թվարկատու շերտերի մեջ որ մի կաթողիկոս լինի որը հրաժարվի Արցախի քրիստոնեական ժառանգությունից մեր եկեղեցիներից չէ որ Ալիևը փորձեց ռուս ուղղափառ եկեղեցուն վերագրել Ղաժան-Ցոցը եւ մյուս եկեղեցիները նրանք հրաժարվեցին հիմա պետք է ասել որ մերը չեն հայկական չեն հային չեն պատկանում Իլհամ Ալիև ինչ ուզում ես արի ինչպես ուզում ես վարվիր այդ եկեղեցիները ինչ ուզում ես ուդիական հռչակիր կամ չգիտեմ ինչ հռչակիր ինչ անձերի միջոցով է փորձում պայքարել չէ որ իր շուրջը վարկաբեկված հոգեվորականներ են Նավասար Կճոյան որ ինքն ասում Բենթլի Սամո եւ այլն 3 կին ունի չգիտեմ ինչ մյուսը Քարամյան եւ այլն այո եկեղեցում ուրեմն խնդիր կա այդ սրբազանները ոչ նորմալ վարքի տեր են եւ դա գուցե հնարավորություն է լակմուսի թղթի պես ցույց տվեց Նիկոլ Փաշինյան որ վաղ կաթողիկոսը նրանց նաև անպատասխան ձևով վարվի նրանց հետ բայց հենց սա եթե անձի դեմ է դու ասում ես կաթողիկոսը երեխա ունի մեկ ուրիշ երեխա ունեցող սրբազանի միջոցով ես կաթողիկոսի դեմ պայքարում սա անհասկանալի է արդեն դառնում է ինքն իրեն հակասում է իր շարժմանը իր գաղափարին եթե այդպես կարելի ասել գաղափար կամ շարժում սա է խնդիրը որ մենք պետք է կարողանանք լավ տարբերել զանազանել հասկանալ ինչը ինչոց է Եվ դուք շատ ճիշտ հիշեցրեցիք, այո, որ ովքեր են նրա շուրջը։ Շատ ճիշտ եք, այդ 9 հոգին էլ ամեն մեկը մի խնդիր ունի, մի սև էջ ունի, ամեն մեկը կոռուպցիայի մեջ է խեղդված, մեկը անձնական ոչ այնպես նորմալ կյանք է, հա, երեխա ունենալ կամ չգիտեմ ինչ որ կապերի մեջ։ Կաթողիկոսը ընտրել է հոգևոր խորհուրդը աշխարհիկ նաև աշխարհականներ են եղել, աշխարհիկ մարդիկ եւ կաթողիկոսին ոչ ոք չի կարող այսպես ասած կարգ չկա կարգալույց անել կամ ասել հրաժարական տուր
դու մենք կաթողիկոսին կարգալույս ենք արել, կաթողիկոս չկա, ով է որոշողը։ Ախր չի կարելի, այդ ամբողջը դեմ է գնում մեր 1700-ամյա եկեղեցու օրենքներին, կարգին, խայտարակ սարսափելի բան է։ Կարծում եմ դուք էլ եք լսել, որ Փաշինյանը ինչ որ նոր հայտարարություններ է անում։ Նախ եւ առաջ շատ հետաքրքիր է, որ հանդես եկավ մի այսպիսի քարոզ էր անում, ինչ որ մի սրահում երիտասարդներ էին նստած եւ բերեց հանգեցրեց նրան, որ մեր ինքնությունը, մեր ինքնության հենասյունը ոչ թե եկեղեցին է, այլ պետությունն է։ Դրանից 1-2 օր առաջ էլ հայտարարեց, թե օրներքը պիտի հնչի եկեղեցում եւ պետք է դրոշը լինի եկեղեցում։ Ինչ է սա նշանակում։ Նպատակը իրա որն է։ Եկեղեցին է որոշում, օրդներգը պետք է հնչի, թե ոչ։ Եկեղեցում հնչում են շարականներ, հնչում են սաղմոսներ, հնչում են տերունական աղոթ եւ այլն։ Եկեղեցին 1700 տարի իր մոտեցումն ունի, իր հայացքն ունի, իր օրենքները, իր կանոնադրությունն է մշակել։ Հիմա երկրի ղեկավարն է ասում է, չէ, դուք այսպես պիտի անեք, դուք այնպես պիտի անեք։ Եկեղեցին տարանջատված է, ինչպես ասում են, պետությունից եւ թողեք, թույլ տվեք ինքը եկեղեցին որոշի։ Հիմա կաթողիկոսը գալիս ասում է, դու այսպես նախարար նշանակի, թե այնպես նշանակի։ Հիմա այդ նույնն է, որ մենք գնանք խառնում ենք, ասենք, չգիտեմ, նախարարը կաբինետ մտնելուց առաջ, չգիտեմ, ինչ պիտի անի, չեմ ուզում ինչ-որ բաներ երևակայելով ասել, աղոթի թե ինչ անի, այդպես չէ կարգը։ Փաշինյանը ասում է, այս պիտի անի, այն պիտի անի, այն պիտի անի, դուք հո կառավարությունը, այսպես ասած, այդ գործերով զբաղվի, թույլ տուր եկեղեցին իր գործերով զբաղվի։ Հիմա ասում են եկեղեցին քաղաքականության մեջ է խառնվել, եկեղեցին քաղաքականության մեջ չի խառնվել։ Կաթողիկոսը չի ասում, ես կամ լինեմ նախարար, կամ չգիտեմ, փոխվարչապետ կամ եւ այլն, երկրի նախագահ։ Նա աղետալի պահերին, ինչպես բոլոր դարերում, մեր եկեղեցին, մեր հոգևոր հայրերը, այդ կաթողիկոսը իր ձայնը բարձրացնում։ Ասում են, որ Արցախում էթնիկ զտում է տեղ ունեցել, որ չպետք է ոչնչացվի Արցախի քրիստոնեական հուշարձանները։ Ասում են, չէ, դուք քաղաքականության մեջ խառնում են նրանք, ովքեր իշխանությունը պաշտոն են ուզում։ Ես չեմ կարծում, որ կաթողիկոսը կամ մյուս հոգևորականները ուզում են ինչ-որ գյուղապետ կամ չգիտեմ ինչ դառնալ։ Այդպես վերը շիլա փլավ սարքելա ինչ ուզում է, ասում է հիմնը հնչի, դրոշը կախվի, Այմար դրոշը հիմն է, մեզ համար սրբություններ են։ Ամեն մեկն իր տեղն ունի, եկեղեցին է որոշում։ Չէ, բայց սա հատուկ նպատակ ունի։ Նպատակ ունի։ Ինքը եթե Դա նպատակը արդեն մենք ասացինք, ինչ նպատակ է, քանի շերտից է ինչ են ուզում անել։ Քանդեն քայքայեն կործանեն ոչնչացնեն։ Չէ, ինքը փաստորեն առաջի դիրք է բերում պետությունը, ասում է պետությունն է մեր ինքնության հենասյունը, եկեղեցին չէ, այն ինչ որ մենք ասում ենք, չէ, եկեղեցին մեր ինքնության, մեր հավատի ամրոցն է, ինքը ասում է չէ, մեր ինքնությունը եկեղեցին չի պահում, պահում է պետությունը։ Այստեղ խնդիր կա, ինքը ուզում է որ պետությունն է պահում։ Հիմա ինչ անենք, պետությունն է պահում, եկեղեցին քանդենք։ Ինչ ասացը։ Այո, պետականություն չունեցած ժամանակահատվածում, այո, ամբողջովին եղել է եկեղեցու վրա։ Հիմա կա պետությունն իր մասով է, եկեղեցին իր մասով է։ Մեր ինքնությունը պահում, պահպանում, մեր անվտանգությունը եւ այլն։ Հիմա ինչ անենք, պետություն կա, եկեղեցին քանդենք։ Հենց այդ հակասությունն է էլի ստեղծում, այսինքն ամեն ինչ որ անորմալ մտքեր բաներ ասում, մենք էլ ընկնում, լուրոս մենք քննարկել Ինչ ասեմ, այսինքն իր նպատակը իրականում պետություն եկեղեցի այդ բախումը ստեղծելն է, Հուսիկ։ Սա է խնդիրը, Դե իր նպատակը արդեն ասացինք, աղանդների վերածելն է, կաթողիկոսը իր չի, այսպես ասած իր ձեռնասունը չէ, եւ այլն, անում է հայտարարություն, որ ասում է մեր արտաքին գործերի նախարարության հայտարարություններին հակասում է, չգիտեմ ինչ է անում։ Այստեղ արգելված է Արցախ անունը տալ, կաթողիկոսն ասում է բռնազավթված Արցախ եւ այլն։ Մենք արդեն մի քանի անգամ ասացինք դա նպատակը որն է։ Պարզ է։
Հիմա եկեք ես ուզում եմ նաև հետևյալին անդրադառնալ եւ նաև մեր հասարակական հայ մարդու դիրքորոշումների մասին, հա, ինչ պիտի անենք, հա, այս բանաձևը մտանք, բայց մինչ այդ ես մի շատ մտահոգիչ երևույթի կուզեմ անդրադառնալ։ Վերջի շրջանում մի քանի մտավորականներ, մենք տեսնում ենք մտավորականները մեր ակտիվանում են, տարբեր մտավորականներ իրենց ֆեյսբուքյան եթերներով հայտարարություններ են հնչեցնում ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ ահա այս ֆոնին նախորդին հանրային հեռուստատեսության եթերում ոմն մեկի, որը վաստակավոր Հայաստանի վաստակավոր կոչումն ունի, հա, տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայան անունով այս անձը հանրայինի եթերով խոսում է եւ Սրբազանի Միքայել Սրբազանի մեր հարգված հայրենասեր սկզբունքային մեր Սրբազանին ասում է դե պետք է ճիպոտահարել։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, հա, ինչ է կատարում մեր այս հանրային դաշտում եւս կարմիր գծերը լրիվ մաքրվել են։ Այսինքն Փաշինյանի կողքին տեսեք նաև մտավորականների դաշտում կանգնել են այն մարդիկ, ովքեր չունեն կարմիր գծեր, ովքեր չունեն բարոյականություն, ում համար ասենք եկեղեցին ոչինչ է, շատ հանգիստ կարող է այդպես էլ արտահայտվի։ Հաջորդ օրն էլ ասի դե կներեք, դե կատակ էի անում, ասենք ինչ որ մի այս երևույթի անունը ինչ կդնեք։ Հիմա մտավորականներին գանք էլի, մտավորականության, թե մտավորականներ չեն իրենք համարենք իրենց Նիկոլ Փաշինյանի հենարանները, որոնք եւս նույն քաղաքականությանն են լծվել, այն է պետության քանդում, եկեղեցու քանդում։ Ես բոլոր մտավորականների փոխարեն չեմ կարող պատասխան տալ։ Ես իմ փոխարեն եմ պատասխան տալը, իմ մտածելակերպն է, իմ ասելիքն այդպես է։ Եվ ոչ դատապարտում եմ, ինչ ասեմ, ախր մեկը լռում է, մեկը խոսում է, հիմա իրենց գործն, այդ հարցերը կարելի է իրենց տալ։ Ես ինչ ասեմ, մեկը ասում է ես ճիշտ եմ, որ լռում եմ այդ պայն, մեկը ասում է ճիշտ է, որ խոսում եմ, մյուսը կամ է ինձ ձև է խոսում, լավ կլինի այդ հարցերը իրենց տալ, ինչու են ասել, ինչու չեն ասել։ Տեսեք հուսիկ ինչու եմ սա ասում, որտեղ չէ կարծում, որ մեր հասարակությունը ամեն դեպքում պետք է վերաբերմունք ցույց տա, որպեսզի տվյալ նման կարգի մարդիկ նման խոսելուց առաջ մտածեին գոնե, չէ՞։ Մտածեն, ասենք, որ Հասարակությունը խորապես թքած ունի քո մտավորականի վրա, այլ քո խոսածողու չխոսածողի վրա։ Այդքան ասում են եւ այլն, հասարակությունն իր էշն է քշում ու գնում է առաջ։ Կարող է ծիծաղել, ծաղրել եւ այլն, մեկը ինքին իր առածն անում է։ Այսօր մտավորականի խոսքը զրո արժեք ունի, որևէ մեկի հեղինակության խոսքը զրո արժեք ունի, կարող են ընդհանրապես հայուել, որովհետեւ Ռուբեն Բաբայանին հայուելը շատ հեշտ է, անշառ է, անվնաս է, ինչպես Պարուս Սևակի արձանի համար ելնենք, գնանք, երթանենք, հասնենք, վայ ոյ, ես ինչ են անում, բայց որ Թուրքը Նախիջևանից առաջացել է Ազերին արդեն 7 կիլոմետր է մտնի Պարուս Սևակի տունը, Շիրիմը պղծելու թանգարանը կամ դպրոցը, ոչ ոք չի ասում, մի հատ երթանենք, գնանք, հասկանանք, այս ինչ է կատարվում։ Մտավորական քրֆելը, ասենք, եթե պետք է հայուելը անշառ ու անվնաս է անում են, բայց ընդհանրապես քո հասարակությունը խորապես թքած ունի ցանկացածի վրա, ցանկացած մեկի վրա, ինքն անում է իր անելիքը։ Ինքը ինչպես զգում է, ինչ որոշում այն էլ անում է։ Ուզում ես 1000 անգամ իրեն բացատրի։ Քարը մի վերցրում, մի տուր գլխիդ։ Միևնույնն է, ինքը քարը վերցում տալիս այդ գլուխը ջարդում, ասում է՝ «Վայ արյուն եք, աբա ինչ պիտի անել»։ Իմ ասածը վերաբերում էր այս տեսակ մտավորականներին, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հավասար, նույն կերպ, ինչպես են մի 9 կամ 10 հոգևորականներն են, լծվել են այդ նույն եկեղեցուն քանդելու գործին։ Իմ ասելիքը դա է, որ ասենք Ռուբեն Բաբայանի նման մարդիկ, եթե մենք ունենայինք սթափ հասարակություն, պետք է որ մի հատ մտածեր խոսելուց առաջ, հա, ճիպոտահարելու մասին մեր Սրբազանին այդպիսի խոսքեր ասելուց առաջ, պետք է որ մտածեր, եթե մենք ունենայինք զգոն հասարակություն։ Իմ ասելիքը սա է, համաձայն չեք, հուսեք այս մտքի հետ։ Ես խորին պատկառանք ունեմ մեր սրբազանների նկատմամբ, հատկապես Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի եւ այլն։ Խորին պատկառանք ունեմ իրենց նկատմամբ։ Իսկ թե ինչու է ասել կատակ է արել, թե կատակ չի արել իր հետ, էլի ես հասկանալի է։ Եվ հիմա եզրափակենք, ես ուզում եմ, չգիտեմ ինչ մտորումների մեջ եք դուք որպես գրող, ստեղծագործող մարդ,
այս իրավիճակից ելքը դուք ո՞նց եք տեսնում քաղաքական իշխանությունների, քաղաքական ուժերի նման դուք եւս կարծում եք, որ ինչ որ հնարավոր լուծումներ կարող են լինել ընտրություններով, մենք կկարողանանք իսկապես գնալ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն անի այս անգամ, թե նորից կխապվենք ու այդ պտույտը նորից կգնա 2018-ին խապվեցին, 21-ին խապվեցին, անդադար այսպես այս ալիքը գալիս ու մեզ տանում է։ Մենք մենք ի վերջո ինչ հույսեր ունեք, հայ ձեր շփումներում մարդկանց հետ ձեր կարծիքով մենք կկարողանանք թոթափել մեզանից այս ապազգային իշխանություններին հեռացնել եւ երկրում ունենալ ազգային իշխանություն, որը կլուծի շատ բարդ խնդիր է իհարկե լինելու, բայց կկարողանանք իսկապես 26-ին հաջողության հասնել։ Ինչ է նշանակում խաբվել։ Ինչ է նշանակում խաբված ժողովուրդ։ Մանկամիտ են, երեխա են։ Եթե մենք հիմա ասենք խաբվում է մանկամիտը, նեղանալու են, չէ՞։ Ուրեմն մանկամիտ չեն, երեխա չեն, իրենք հասկացել, գիտակցել, գիտակցաբար ընտրություն են կատարել։ Մոլորվել, ինչ են մոլորվել։ Չեն տեսնում ինչ էր կատարում 21 թվականին մինչև։ Ընտրեցին, հիմա էլ են տեսնում, եթե պիտի գնան այսքանից հետո թող գնան ընտրության։ Եթե ժողովրդին տանում ես ընտրության, ինքը ընտրում է, թող ընտրի, ես չգիտեմ։ Ես ինչ ասեմ, եթե այս ամենը տեսնելով պետք է նորից վերընտրի այս իշխանություններին։ Ուրեմն իրենց գործն է, իրենց կամքն է։ Եթե այլ քաղաքական ուժի կընտրի, թող ընտրի։ Իրենք են, ի վերջո, իրենք են որոշողը։ Բայց կարծում եք այնուհանդերձ Ինչ ասեմ։ ժողովուրդն է որոշողը, Հուսիկ։ Կարծում եք 26-ին ժողովուրդը կլինի որոշողը, թե ժողովրդին ուղղորդող կլինի, այս իշխանությունը կօգտագործի իր անհրաժեշտ բոլոր լծակները, այս մեջ չկողմնորոշված, զգոնությունը կորցրած ժողովրդին ինքը կտանի այն ուղղությամբ, ինչ կուզենա։ Դրան էլ գումարած Եվրամիության ուղղվող փողերը, որ հիբրիդային պատերազմ մղողների դեմ պիտի պատերազմեն։ Ուրեմն թող ընդդիմությունը կողմնորոշի եւ տանի այլ ուղղությամբ։ Ուրեմն իրենք ավելի ուժեղ են, ավելի կայուն են։ Ես ինչ ասեմ։ Թող հիմա 660,000 մարդ հա այդքան էր, չէ՞։ Ընտրողների թիվը։ Այո, որ Փաշինյանը 54% ընտրել է այս կառավարությունը։ Հիմա սրանց ոնց են խաբել են, ինչ են արել, չէ, գնացել ինքնակամ ընտրել են, եթե չգնային չընտրեին, չէին ընտրվի այս մարդիկ։ Գնացել ընտրել են, չէ, ինքնակամ գնացել իրենց քվեն տվել են։ Հիմա մնում է այս հունիսին իրենք են որոշել ում քվե կտան։ Իսկ որ ուղղորդում են, տանում են, ուրեմն ավելի խելացի են, որ ուղղորդում եւ տանում են։ Հակառակողը չի կարողանում հակառակն անել։ Այսինքն դուք ընդդիմությունից Ինչ ասեմ ես։ ակնկալում եք հստակ գործողություն, հստակ օրակարգ, օրինակ, դե ի վերջո ժողովրդին պետք է ուղղորդել, չէ՞։ Քաղաքական ուժերն այստեղ դեր ունեն անելու, ընդդիմադիր ուժերը գործ ունեն անելու։ Այսինքն դուք գտնում եք, որ պետք է հստակ այլընտրանք դրվի ժողովրդի առաջ, որպեսզի նա այլ ընտրություններին հասկանա ում է գնում ընտրելու։ Պետք է լինի այլընտրանք, որին վստահի ժողովուրդը, հավատա եւ գնա այդ այլընտրանքը ընտրի։ Եթե ոչ, ասում այլընտրանք չեմ տեսնում, ստիպված ընտրում է կամ ստիպված կամ գիտակցաբար, չգիտեմ, ինչ ձևով, բոլոր արդարացումները գտնելով ընտրում է նորից իշխող ուժին։ Սա է, որ քաղաքական պայքարը պետք է կարողանան այնպիսի այլընտրանք բերեն առաջ, այնպիսի հետևողական աշխատանքներ տանեն, որ կարողանան ընտրություններում ասենք հակառակ ուժը հաղթի։ Ուղղակի Տեսնենք 6 ամիս հետո ինչ կլինի։ տեսնենք, հա, ուղղակի գիտեք ինչն է ինձ համար զարմանալի, այսքան փորձանքների մեջ մեր երկիրը բերած, հասցրած իշխանության պարագայում դեռ մտածում ենք, որ պետք է ծնվի այն ընդդիմադիր ուժը, որը այնպիսի մի այլընտրանք բերի, որ ժողովուրդը գիտակցի ու գնա այդ այլընտրանքի հետևից։ Այն, որ պետք է լինի այլընտրանք, սա հասկանալի է եւ դա բնական է, դա պետք է լինի։ Բայց էլ ինչ անի Նիկոլ Փաշինյանը, որ մեր ժողովուրդը համոզվի, որ ինքը արտաքին օրակարգ իրականացնող է, որ ինքը Արցախը ծախեց,
Հիմա Հայաստանի տարածքների վրա է արդեն աշխատում, մեր ինքնությունն է խաթարում, էլ ինչ սրանից հետո պիտի անի, որից մեր ժողովուրդը ի վերջո սթափի ուսիկ, սա է ասելիքս։ Այսինքն ինչ ծրագրեր էլ բերեն, Չէ, գիտեք, ծրագրեր է։ դժգոհությունը շատ մեծ է ժողովրդի մեջ։ Մենք տեսնում ենք ամենտեղ, իսկ եթե չեն ընդվզում, չեն ուզում ու նորից են ընտրելու, ուրեմն Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ ժողովուրդն է ուզում։ Չէ, որ ինքն էլ ասաց, չեք ուզում հեղափոխություն արեք։ Ուրեմն չեք անում հեղափոխություն, չեք ընդվզում, ուրեմն դուք ուզում եք։ Դուք քվե եք տվել ինձ, ես ձեր ձեռքերով անում եմ այս ամենը։ Ես ձեր ձեռքերով եմ հանձնել Արցախը, ձեր ձեռքերով եւ այլ եւ այլն։ Հիմա Գուցե պիտի բացատրենք մեր եթե ժողովրդին, թե ինչ կկատարվի, եթե Փաշինյանը մնա, հա? Մենք այդ բոլորը պետք է քայլ-քայլ բացատրենք եւ մեր մտավորականները, մենք ընդդիմադիր քաղաքական գործիչների վրա չթողնենք։ Ամեն մի մտավորական իր տեղում։ Պիտի բացատրի ինչ կկատարվի 2026-ի, ասենք, օգոստոսից սկսած, եթե իշխանության մնա Փաշինյանը։ կոկորտս պատրվել է, տեսնում եք, բացատրելով, էլ ինչ անենք։ Բացատրում եմ կողքի մարդուն, վրաս ծիծաղում է։ Ասում է կործանվել է Հայաստանը, որ ասում ես, թող կործանվի նոր ասա։ Արցախը հանձնել են, որ ասում ես, ասում եմ, տեսեք հիմա չեմ ասում, էլ Արցախ չկա։ Էլ չեմ ասում մեղրին չկա տվածա վարձակալությամբ Ամերիկայի։ Սա է, էլ ինչ անենք, ասում են, բացատրում են, հիմա եթե ամեն ժողովուրդ արժանի իր իշխանությանը, եթե ընտրել է ու ինքը հաշտ ու խաղաղ է, չեմ կարծում հաշտ ու խաղաղ է, ինքը այսպես ուզում է լինի, ուրեմն թող լինի, եթե պիտի վաղը գնա վերարտադրի իր ցանկությամբ, թող լինի, էլ ինչ անենք մենք։ Ասենք մի քանի հոգին ինչ անեն, լավ ինչ ասեք։ Մի քանի չէ, ես կարծում եմ փոքրիկ խմբակը իրենք են, ուղղակի պետք է ժողովրդին ճիշտ բացատրել։ Եվ դուք ճիշտ նկատեցիք, ժողովրդի մեջ կա շատ մեծ դժգոհություն։ Դա պետք է ճիշտ օգտագործել եւ թույլ չտալ, որ Փաշինյանը իր իշխանական լծակներից օգտվի եւ ժողովուրդն էլ գնա ու քվեարկի։ Ես վախ ունեմ, որ ժողովուրդը այնքան է հիասթափված, ուսիկ, որ կարող է նույնիսկ չգնա ընտրությունների։ Այս իմ մտավախությունը կա, իսկ եթե չգնաց, ուրեմն այդ ձայները կփոշիանան եւ ի նպաստ իշխանության է լինելու, դա միանշանակ է։ Լավ, ընտրեմ, եզրափակենք։ Մեր ժողովրդի որոշումը, եթե ինքը ուզում է փոշիանա եւ այլն, ասում է ստանում է դեպի Թուրքիա, դեպի Թուրքացում, իրենք համաձայն են, ուրեմն թող լինի։ Ախ ինչ ասեմ, արդեն բան է, այո, ոչ մի ժողովուրդ 7-8 տարի չէր հանդուրժ այս վիճակը։ Մենք աշխարհում եզակի ժողովուրդ ենք։ Մենք աշխարհում եզակի ենք, որ պարտված, տարածքներ կորցրած եւ այլն իշխանությանը վերընտրել ենք։ Այդպեսի բան չի եղել աշխարհում։ Եվ պահպանում ենք։ Մեր բոլոր սրբությունների վրայով անցել են, մենք այսպես իբր համաձայն չենք, բայց որևէ քայլ չենք կատարում։ Ծառակաբերդը ինչ որ վերանորոգման տակ քանդել են։ Ցեղասպանության զոհերին եկեք հաշվենք։ Արարատը մեր լեռը չի։ Հիմա եկեղեցու դեմ որևէ սրբություն չի մնացել, որ կարմիր գիծ, որ անցած չլինեն։ Իսկ եթե էլի մարդիկ իրենց համար ապրում են, էլ ինչ ասեմ, էլ ինչ բացատրես, իրենք տեսնում են, ինչ բացատրես, բացատրում ես, չէ՞։ Ինքը շատ լավ տեսնում է, ասում ուզում ես ես ավելին բացատրեմ։ Բայց չէ որ այստեղ ապուշներ են չեն հասկանում, շատ լավ հասկանում են, գիտակցաբար ուզում են այս վիճակը թող լինի։ Կարծում եմ այստեղ շատ կարևոր մի քանի թեզեր ա, որ ճիշտ կարողանում է մանիպուլացնել Փաշինյանը, դա նախկինների հետ կապված է, եթե ես գնամ նախկինները կգան եւ մյուսը եթե ես գնամ կգա պատերազմ։ Այսինքն ես խաղաղություն բերող եմ, այս բանն է, որ պետք է, այս մանիպուլյացիան է, որ պետք է բացատրել ժողովրդին, որ այդպես չէ, իսկ իր մնալը նշանակում է Հայաստանի թերքացում։ Եվ որպես եզրափակում, եթե կա ասելիք, խնդրեմ եւ ավարտենք ուսիկ։ Չէ, ասելիք չկա Ասելիքն եւ ասված է։ իսկ հիմա խոսելն էլ է վաղուց անիմաստ, ոչ լսում են, ոչ պետք է կամ լսում են այն մարդիկ, ով մեզ հետ համակարծիք են եւ նրանց պետք է չի լսեն, իսկ ով էլ չէ համակարծիք չեն էլ լսում, այս մեր զրույցները, բաները ասելն էլ անիմաստ դառնում, էլի, որտեղ ինքը որևէ օգուտ չի տալիս։ Էլ եմ կրկնում, մեզ լսում են նրանք, ովքեր մեզ հետ համակարծիք են, իրենք գիտեն, իրենց ասել պետք չի։
Իսկ ում որ պետք է տեղ հասնել բացատրել, ինքնին պետք չի քո խոսքը։ Մի ասա չեմ ուզում չլսեմ եւ այլն։ Այդպես անիմաստ տարիները գլորում ապրում ենք, չգիտեմ, Աստված գիտի ինչ է լինելու ուր են գնալու, բայց այս ընթացքով մենք վատ տեղ ենք գնում։ Շատ վատ տեղ, կատաստրոֆիկ վատ տեղ։ Ամեն Ինչ դեպքում ես ասեմ։ շարունակում եմ մնալ այն համոզման, որ պետք է խոսել, ասել եւ շնորհիվ նաեւ այդ ասված խոսքի է դանդաղ, բայց այնուհանդերձ մեր ժողովուրդը տեսնում է, սկսում է զգալ, հասկանալ, չգիտեմ, պետք է հասցնել մեր խոսքը։ Լռելը ոչ մի Դրության դեպքում օգտակար չէ։ ժամանակ վճռական պահին իր խոսքը թողասի տեսնենք։ Շնորհակալ եմ Հուսիկ, շատ կարևոր էր եւ շատ կարևոր է ինձ համար, որ ամեն հայ, առավել եւս մտավորական, գրող, ստեղծագործող մարդը իր խոսքը հնչեցնում է, այո, դուք շատ ակտիվ եք եւ ես շատ կուզեմ, որ ձեր նման լինեն նաեւ մյուսները, մեր մյուս գրողները, որոնք, ասենք, արդեն քանի տարի, հա, պատերազմից հետո ընդհանրապես նույնիսկ լրագրողների հեռախոսները չեն վերցնում, չեն արձագանքում, երևի մի օր ես ստիպված եմ լինելու հրապարակել այդ մարդկանց անունները։ Ես շնորհակալ եմ ձեզանից եւ շնորհակալ եմ բոլոր մտավորականներից, ովքեր այս դժվարին մեր պետության, մեր երկրի, մեր եկեղեցու համար այս բարդ ճակատագրական օրերին խոսում են։ Ապրեք դուք, լավ եղեք եւ վստահ եմ մենք շարունակենք մեր զրույցները մինչեւ կլինի իսկապես հայոց հաղթանակ։ Լավ եղեք։ Ստեսություն Աստված ձեզ։ հայոց հաղթանակ լինի։ Շնորհակալ եմ, ստեսություն ձեզ։ Հաջողություն ձեզ, ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, հեռավար կապով զրուցում էի բանաստեղծ Հուսիկ Արայի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։